Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Հնդկաստան է մեկնում, ծրագրվում է նրա հանդիպումը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ։ Նախատեսված են նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Անցած ամիս Հնդկաստանում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ինքնահայտարարագրվածները մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել իրենց թալանածը։ Նա ասել է, թե Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի, հայտարարելով, թե դրանք նախկին դեսպան Միքայել Մինասյանինը, Վարդ Հաղոկասյանինը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինն են։ Նշենք, որ Գյումրիում մարտի 30-ին նախանշված ավագան ու արտահերտ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Ամենամեծ նախընտրական ցուցակը Գյումրիում ժամանակավոր կառավարումն իր ձեռքը վերցրած քաղաքացիական պայմանագրինն է։ Այն ներկայացրել է 99 հոգի։ Ցուցակի առաջին համարը քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։ Իսպանիայի խորհրդարանի падգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվը պատմությունը վերաշարադրելու Արցախի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու եւ Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Armenpress-ի հետ զրույցում նա նշել է, որ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական եւ քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա, փորձելով կառույցի գործունեությունն ավելի համապատասխանել Ադրբեջանի շահերին, հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության հետ կապված Բաքվի դժգոհություններին, ըստ եվրոպացի падգամավորի առաքելության դեմ Ադրբեջանի բողոքները կարող են ի հայտ գալ նաև երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի եւ Ռուսաստանի ճնշումների հետևանքով։ Կանադայի բանկի նախկին կառավարիչ Մարկ Քարնին երկրի վարչապետի պաշտոնում կփոխարինի Ջաստին Թրյուդոյին։ Նա ընտրվել է Կանադայի իշխող լիբերալ կուսակցության առաջնորդ։ 59-ամյա Քարնին հավաքել է ձայների 86%-ը, հաղթելով ֆինանսների նախկին նախարար Քրիստիա Ֆրիլենդին, որը 2024 թվականի դեկտեմբերին նույնպես հրաժարական էր տվել մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարության ֆոնին Թրյուդոյի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով։ Քարնին հայտարարել է, որ ինքը լավագույն դիրքերում է կուսակցությունը վերակենդանացնելու եւ Թրամփի հետ առևտրային բանակցությունները վերահսկելու համար։ Ջաստին Թրյուդոն տարեսկզբին հայտարարեց, որ 9 տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ վարչապետի եւ իշխող լիբերալների առաջնորդի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը փոխարինող չի ընտրել։ Ռումինիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծայրահեղաչ քաղաքական գործիչ Կալին Ջորջեսկուին արգելել է մասնակցել մայիսին նախանշված նախագահական ընտրություններին։ Այս որոշումը Ջորջեսկուի աջակիցների եւ ոստիկանության միջև բախումների պատճառ է դարձել։ Անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրությունների առաջին փուլում Ջորջեսկուն հաղթանակ էր տարել, սակայն ընտրությունների արդյունքները չեղարկվել էին, քանի որ հետախուզությունը պարզել էր, որ Ռուսաստանը նրան աջակցող 800 օկտահաշիվ է օգտագործել TikTok սոցիալական հարթակում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Ջորջեսկուի թեկնածության գրանցումը, նշելով, որ նա չի համապատասխանում օրինականության պայմաններին, քանի որ խախտել է ժողովրդավարությունը պաշտպանելու պարտավորությունը։ Ջորջեսկուն այս որոշումն անվանել է հարված ժողովրդավարությանը։ Նա կարող է 24 ժամվա ընթացքում բողոքարկել այս որոշումը, որից հետո 72 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի։ Հայաստանի տարածքում փակ են Ամբերտ օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ճանապարհները, հայտնում է փրկարար ծառայությունը։ Ռուս-վրացական սահմանի վերին Լարս անցակետ տանող Ստեփանցմինդալ Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։